Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել Վաշինգտոնի հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Իսրայելի արտգործնախարարությունը հրապարակել է զոհերի անունները՝ Յարոն Լիշինսկի եւ Սարա Լին Միլգրիմ։ Հարձակվողը ըստ Վաշինգտոնի ոստիկանապետի 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է Չիկագոյից։ Ձերբակալվելու պահին բացականչել է Ազատ Պաղեստին։ Կասկածյալը կալանավորված է։ We heard between 10 to 15 gunshots. Մոտ 10-15 կրակոց լսեցինք, հստակ թիվը չեմ հիշում։ Հետո անվտանգության աշխատակիցը թույլ տվեց այդ տղային ներս մտնել։ Ենթադրում եմ նրանք կարծում էին, թե նա տուժող է։ Նա շոկի մեջ էր։ Անգամ միջոցառմանը ներկաներից մի քանիսը նրան ջուր բերեցին։ Նստեցրին։ Հարցեցին՝ լավ ես։ Քեզ վրա կրակել են, ինչ է պատահել։ Եվ նա ասաց՝ ոստիկանություն կանչեք։ Մոտ 10 րոպե անց, երբ ոստիկանները ներս մտան, նա ասաց. ես եմ արել դա։ Ձեռքերը վեր պարզեց, ասաց. պարոն, ես անզեն եմ։ Շենքից դուրս տանելիս նա շարունակ գոռում էր. Ազատ Պաղեստին։ It was about 9:07 when we heard gunshots. Մոտավորապես ժամը 9:07 էր, կրակոցներ լսեցինք, հետո մի տղամարդ ներս մտավ շատ վշտացած տեսք ուներ, մարդիկ խոսում էին նրա հետ ու փորձում էին հանգստացնել նրան, ես հարցրի ջուր կուզես, լավ ես, եւ նա գլխաշորը գրպանից հանեց ու ասաց, ես դա արեցի, ես արեցի դա Գազայի համար, հետո սկսեց պարզապես գոռալ Ազատ Պաղեստին, ոստիկանությունը մտավ ու ձերբակալեց նրան։ I did this for Gaza. Prior to the shooting, the suspect was observed pacing. Կրակոցներից առաջ կասկածյալին նկատել են թանգարանի դրսում ետ ու առաջ քայլելիս։ Նա մոտեցել է 4 հոգանոց խմբի, հանել ատրճանակն ու կրակ բացել, մահացու վիրավորելով երկուսին։ Կրակոցից հետո կասկածյալը մտել է թանգարան ու ձերբակալվել միջոցառման անվտանգության աշխատակիցների կողմից։ Ձեռնաշխտաները հագին, նա մատնանշել է, թե որտեղ է նետել զենքը։ Այդ զենքը հայտնաբերվել է ու նա ակնարկել է, որ ինքն է կատարել հանցագործությունը։ And he implied that he committed the offense. Մակում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը սպանություններն անվանել է հակասեմական ահաբեկչության ակտ։ Նախագահ Թրամփը դատապարտել է կրակոցները իր Truth Social հարթակում գրելով. այս սարսափելի սպանությունները պետք է դադարեցվեն հիմա։